Հոկտեմբերի 1-ից տնտեսվարողների համար գործում է հոսանք ստանալու թույլտվության նոր ռեժիմ։ Ինչ է դա նշանակում, մանրամասները հենց հիմա հրապարակում։ Ավելի թեթև պայմաններ գործարարների համար կառավարության քայլերը հենց այս նպատակն են հետապնդում։ Պարզեցվում են շատ գործընթացներ, որոնք տարիներ շարունակ բարդացրել են բիզնեսմենի կյանքը զանազան փաստաթղթեր ձեռք բերելու պարտադրանքով, կոռուպցիոն մեծ դաշտ ծնող օրենքներով եւ այլն։ Հիմա գործարար մթնոլորտի բարելավումը պետական քաղաքականության առանցքում է, որի նպատակը ոչ թե տնտեսական ցուցանիշների բարելավումն է, այլ դրանց ազդեցությամբ գործարար մթնոլորտի արդիականացումը։ Այս տարածքը Վայոց ձորի Քարագլուխ գյուղի բնակիչները կոչել են Ֆազենդա, նկատի ունենալով այն, ինչ այստեղ պատրաստվում է կառուցել Մանկավարժ Հարությունյանը, դեռևս 2001 թվականից։ Ցանկացանք լողավազան կառուցել, որտեղ տեղը շատ արևակող էր, հետո երբ որ հարց եղավ խմելու ջրով, մաքուր ջրով ջրավազանը լիցքավորելու, մեզ հարկ եղավ, որ խմելու ջրի համար թույլատվություն պիտի ստանանք։ Թույլատվություն ստանալու համար պիտի իրավունք ունենայինք, ինչ որ կառուցապատում կազմակերպել, որ այսպիսի որոշում տային մեզ։ Հետո նրա համար ու հետևողական դիմումները տարբեր ատյաններ Անջրտի վարելահողը դարձրեցին հասարակական նշանակության հող։ Ջուր ստանալուց հետո որոշեցին այստեղ առևտրի կետ կառուցել, սակայն շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու համար էլեկտրական հոսանք էր պետք։ Սրանք առանց եռակցման հնարավոր չի կատարել։ Եռակցում է պետք, որ կատարենք։ Հիմա եռակցում էլ ինչով կատարենք առանց հոսանքի։ Մոտակա հենասյունից հոսանք ստանալու միայն թույլտվության համար մեծ գումարներ էին անհրաժեշտ։ Էլեկտրական հոսանք ստանալու համար մեզ անհրաժեշտ էր 2,682,000 դրամ վճարել թույլատվության համար։ Դրան գումարած պետք է էլեկտրական լարեր համապատասխան չափի եւ որակի, տայինք իրենց էլեկտրասյուն եւ մի հատ տրանսֆորմատոր, որ մեզ հոսանք տային։ Դիմում գրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագնի մասին պարզաբանում ստանալու համար։ Պարզվում է Սերգեյ Հարությունյանի պես բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր նման իրավիճակում են, ուզում են գործ սկսել, բայց տարբեր մանր ու մեծ խնդիրների են հանդիպում։ Նրան հանձնաժողովից տեղեկացրել են, որ իրավիճակն արդեն փոխվել է եւ արդեն կարող է դիմում տալուց եւ 53,000 դրամ գումար վճարելուց հետո 45 օրվա ընթացքում ստանալ իրեն անհրաժեշտ էլեկտրական հոսանքը։ Եղեգնաձորի էլ ցանցերում ենք մեր հերոսի հետ միասին դիմում ենք ներկայացնում Քարագլխի Ֆազենդայի համար միապած հոսանք ձեռք բերելու նպատակով։ Պարոն Հարությունյան, սա բնակարան չի բնականաբար։ Իհարկե, առևտրային կազմակերպություն է դառնալու։ Դա պիտի դառնա որպես առևտրի կետ։ Մենք 45 օրվա ընթացքում ձեզ կհրավիրենք էլեկտրոցանց, կկապեք մատակարարման պայմանագիր եւ կդառնաք սպառող։ Աշխատանքները այդ ընթացքում արդեն կիրականացվի ցանցի կողմից։ Սպառողների հետ հաճախ առնչվող ճարտարագետը կարծում է, որ շուտով նման դիմումները կշատանան։ Մինչև հիմա գործող սակագները հասանելի չէին ժողովրդին։ Մինչև Սերգեյ Հարությունյանը մատչելի էլեկտրական հոսանք կստանա, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունները մի քանի ամիս աշխատել են փոքր եւ միջին գործարարների բեռը թեթևացնող որոշման վրա։ Արդյունքում բավականին կրճատվեց ժամանակը, պահանջվող էներգոմատակարարման համակարգերի միացման ժամկետները, գործող մոտ 240 օրվա փոխարեն ներկայումս արդեն կտևի մոտ 130-135 օր։ Հունիսի 27-ին հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն այդ դաշտի տնտեսվարողները էլեկտրական ցանցերին միանալու համար արդեն գումար եւ ժամանակ են տնտեսելու։ Թույլտվությունների ստացման գործառույթներում դժգոհ են դրանց երկարատևությունից, վարչարարական այդ քաշքշուկներից, տարբեր մարմինների դիմելուց, տարբեր տեղերում այդ համաձայնությունը ստանալուց եւ դրանք սովորաբար բավականին երկար ժամանակ են խլում, ամիսներ կարելի ասել։ Մոտ 1 տարի հասնող տևողություն կար նախկին օրենսդրությունը։ Այսօր շատ ողջունելի է, որ հանձնաժողովը, ընդ որում ես պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ուրեմն առաջարկություններով իրականացրեց մի շարք բարեփոխումներ, որոնք որ արդեն բարդորեն դրվում են կիրառման մեջ։ Գագիկ Մակարյանը որպես գործատուների շահերը պաշտպանող հասարակական կառույցի ղեկավար մոտիկից եւ բոլորովին էլ ոչ պատահաբար ծանոթ է այդ խնդիրներին։ Միջին բիզնեսի արտադրություն ունեցող նրա բոլոր գործընկերների հետ բազմիցս քննարկել են այդ հարցերը, եզրակացրել, որ եթե էլեկտրաէներգիան մատչելի եւ որակյալ չէ,
Եվ երբ դրան գումարվում են ձեռքբերման հարցում տարատեսակ քաշքշուկներն ու ծախսերը, ապա վստահաբար տուժում է ապրանքի մրցունակությունը։ Արտահանման շուկա փնտրողները նշում են, որ դժվարանում են արտահանել, քանի որ իրենց արտադրանքը մրցունակ չէ։ Թանկ էներգակիրը նաև ազդում է ապրանքի ինքնարժեքի վրա, մոտավոր հաշվարկներով 8-ից 10%-ով, իսկ փոքր ձեռնարկատերերից քչերն ունեն նվազ էներգատար եւ արդիական հոսքագծեր։ Ազատելով նրանց նման քաշքշուկներից եւ թեթևացնելով բեռը, մուլտիպլիկատիվ էֆեկտով այս որոշումը ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա։ Բազմաթիվ ձեռնարկատերեր պատճառաբանում են, որ իրենք չեն կարող արտահանում իրականացնել, որտեղ իրենց նաև մրցունակությունը գնի առումով ցածր է։ Այսինքն եթե մուլտիպլիկատիվ էֆեկտի տեսանկյունից գնահատենք, ոչ միայն պիտի ըստ արժանավունս եւ բարձր գնահատենք եւ կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության եւ հանրային հանձնաժողովի դերը, այլ նաեւ որ հետագայում դա մեծ հնարավորություն է բացում մրցունակություն բարձրացնելու, որակապես նաեւ լավ արտադրանք ստանալ, որտեղ բարձր որակով լավ սպասարկված էլեկտրաէներգիան նաեւ արտադրանքի որակն է ապահովում, նրա գնային քաղաքականությունն է փոխում, նրա մրցունակությունը եւ նրա արտաքին շուկաներում, ներքին շուկաներում մրցունակությունը։ Ինչ փոփոխություններ է ենթադրում որոշումը նախ պարզաբանում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը։ Առաջին հերթին սպառողը լինի դա ձեռներեց կամ շարքային քաղաքացի, մինչև էլեկտրականության ցանցին միանալը մի քանի դուռ էր բախում իր փաստաթղթերը ամբողջացնելու եւ պայմանագիր կնքելու համար։ Հիմա մատակարարն ու սպառողը միմյանց կհանդիպեն 2 անգամ։ Եթե նախկինում այդ քայլերի քանակը կարող էր հասնել մինչև 8-ի, այսինքն դուք գնում եք ցանց, դիմում եք ներկայացնում, այնուհետև լրացուցիչ փաստաթղթեր եք ներկայացնում, ձեր հետ քննարկում են տեղում, ուսումնասիրում են, պայմանագրեր են կնքում, հիմի նվազեցրել հասցրել են 2-ի։ Ձեր դիմում ներկայացնելն ու միացման պայմանագիր կնքելն է առաջին քայլը, որտեղ դուք որևէ գործողություն անելու կարիք չունեք, բացի ձեր փաստաթղթերը ներկայացնելուց, եւ երկրորդն արդեն էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելն է, երբ ընկերությունը շինարարական աշխատանքները կավարտի եւ ձեզ կհրավիրի արդեն մատակարարում իրականացնելու համար։ Այս ժամկետն անհրաժեշտ է մատակարարին, որպեսզի պատասխանի ընթացքում էլեկտրական ցանցերը կառույցի անհրաժեշտ ենթակառույցները։ Նախկինում ամենափոքր սպառողները դիմելու պահից պայմանագիր կարող էին կնքել միայն 3 ամիս անց, իսկ այժմ նախ չի նախատեսվում նախագծային փաստաթղթեր կազմել եւ գործընթացը տևում է միայն 1 ամիս։ Ավելի հզոր էլեկտրաէներգիա օգտագործողները ցանցին նախկինում միանում էին 1 տարվա ընթացքում, հիմա 90 օրում։ 220 վոլտի սպառողների միացման համար պահանջվում էր 90 օր ժամանակ, այսօր կրճատել են եւ դա հասցրել են 30 օրվա։ Եթե փորձենք առանձնացնել, միջին փոքր ավելի շատ բիզնեսի խումբն է եւ միջին բիզնեսի խմբի համար արդեն այստեղ հիմնականում երաֆաս, ինչպես ընդունված է ասել, սպառողներն են, դրանք 0.4 կիլովոլտ լարման, հիմնականում փոքր հզորությունների սպառողներն են եւ այս դեպքում առանձնացրել ենք մինչեւ 30 կՎ հզորությունը եւ սահմանել ենք, որ դրանց միացման ժամկետը գումարային առումով չպիտի գերազանցի 90 օրը, երբ նախկինում այդ ժամկետը կարող էր հասնել մինչեւ 9 ամսվա։ Ամենակարևորը սպառողների համար այն է, որ բոլորովին նոր հաշվարկներ են դրվում միացման վճարների հիմքում։ Նախկինում, եթե էլ ցանցին միացողը հեռու էր բաշխիչ ցանցից ավելի քան 100 մետր, նա գերազանցող հատվածի համար լրացուցիչ վճարում էր կատարում։ Այժմ հնարավորությունը հաշվի չի առնվելու, թե բնակիչները եւ թե տնտեսվարողները գումար կծախսեն միայն հանձնաժողովի կողմից սահմանված միացման վճարի համար։ Եթե նախկինում մեր մոտ օրինակ 10 կՎ հզորության համար Երևան քաղաքում պահանջվում էր 344,000 դրամ, իսկ մարզերում 222,000 դրամ, այսօր այդ գումարը կազմում է 65,000 դրամ եւ 53,000 դրամ։ Սա կարծում եմ շոշափելի փոփոխություն է եւ էապես կնպաստի այդ բիզնեսի այդ հատվածի զարգացմանը։ Միևնույն ժամանակ փոխել ենք նաև նույն 0.4 կիլովոլտ սպառողների միացման վճարները եւ որոշակի բանաձևային փոփոխություն ենք կատարել։ Օրինակ, եթե նախկինում 11 կՎ հզորություն պահանջող սպառողը կվճարեր մոտ 1.1 միլիոն դրամ, այսօր կվճարի 474,000 դրամ Երևան քաղաքում։
Բնականաբար նման կտրուկ փոփոխությունները մեր հիմնական մատակարարի Հայաստանի ելցանցերի սրտով չեն, բայց եւ այնպես Կոնստանտին Ֆիֆիլովը ընդունում է որոշման անհրաժեշտությունը։ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունում եւ հասկանում են ինչ նպատակ էր այդ որոշումը հետապնդում։ Այսինքն այն առաջին հերթին օգնություն է փոքր եւ միջին բիզնեսին, թե միացման փուլերի եւ թե նրանց հետագա զարգացման տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս ավելի հստակ պլանավորել բիզնեսը, հասկանալի ձևով աշխատել վարկային կազմակերպությունների հետ, այսինքն վստահություն ու կայունություն է հաղորդում ձեռներեցին։ Մյուս կողմից այն իրենց կոշտ շրջանակների մեջ է դրել կրճատված ժամկետների ու վերանայված սակագների առումով աննախադեպ իրավիճակում հայտնված ընկերությունում կարծում են, որ առաջիկայում իրենցից մեծ ջանքեր կպահանջվեն խաղի նոր կանոններին հարմարվելու համար։ Բայց որպեսզի որոշումը ոչ միայն ուժի մեջ մտնի, այլև աշխատի, պետք է կտրուկ նվազեցնենք համաձայնությունների թիվը, փոխենք մոտեցումները, ժամանակային փուլերը, ապա նաև հասկանանք վճարի փոփոխությունը որքանով կազդի սակագնի վրա։ Եվ ակնհայտ է, որ ոչ միայն ելցանցերը պետք է վերանայեն իրենց մոտեցումները։ Մենք իհարկե պատրաստ ենք փոխվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում էլ ցանցերի մտահոգությունը կիսում են։ Փոփոխությունները բոլոր դեպքերում միշտ էլ նոր հոգսեր բերում են, բայց եւ այնպես վստահեցնում են, որ բարդ կլինի միայն սկզբում։ Ընկերությունը իր կողմից կատարված ներդրումների փոխհատուցումը ստանում է գործող սակագների միջոցով եւ յուրաքանչյուր տարի ընկերության կողմից կատարված ներդրումները փոխհատուցվում են իր սակագնային մարժայով։ Ուստի ընկերությունը այս առումով որևէ խնդիր չի կարող ունենալ եւ նախկինում չի էլ ունեցել, նույնպես բիզնես կառույցը պիտի նկատի ունենանք եւ մենք նպատակ չունենք մի բիզնեսի հաշվին մյուս բիզնեսին աջակցելու, երկուսի համար էլ գրավիչ պայմաններ ենք ստեղծում, մեկին ներդրումներ կատարելու, այս դեպքում իդեմս Հայաստանի էլեկտրական ցանցերի, իսկ մյուսին փոքր բիզնեսին ավելի կարճ ժամանակում հնարավորություն են ընձեռում միանալու էլեկտրական ցանցին։ Այսպիսով հոկտեմբերի 1-ից տնտեսվարողների համար գործում է հոսանք ստանալու թույլտվության նոր ռեժիմ։ Բոլոր այն ձեռներեցները, ովքեր խուսափում էին բիզնես սկսել էլեկտրական հոսանքի բարձր գների պատճառով միայն, հիմա արդեն ազատված են այս հոգսից։ Տարեվերջին կառավարությունը օրենսդիր մարմնին ներկայացրեց փաստաթղթերի մի փաթեթ, որն իր բովանդակությամբ ուղղված է գործարար միջավայրի ու պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Ձեռներեցները սկսել են ավելի քիչ առնչվել հարկային մարմինների հետ, քանի որ կրճատվել են այդ մարմնին ներկայացվող հաշվետվությունների եւ վճարումների քանակը, ինչպես նաեւ այն իրականացվում է էլեկտրոնային ճանապարհով։ Ընդլայնվել է արտոնավճարով հարկ վճարողների ցանկը։ Այսուհետ կառավարությունը արտոնավճարով աշխատելու հնարավորություն է տվել այն բիզնեսներին, որոնց գործունեությունից ստացված հասույթը տարեկան 6 միլիոն դրամի սահմաններում է։ Պարզեցվել է արտոնագիր ստանալու կարգը, այն կարելի է անգամ ձեռք բերել էլեկտրոնային տարբերակով։ Մեկ այլ օրենսդրական փոփոխությամբ կրճատվել են լիցենզիաների տեսակներն ընդհանրապես 169-ից մնացել է 96-ը։ Մեկ պատուհանով եւ առավել հեշտ ու պարզ իրականացվում է բիզնեսի գրանցման, արտահանողների համար էլ ապրանքի ծագման երկրի հավաստագրի ստանալու գործընթացը։ Ներկրողների համար մաքսակետերում չեն պահանջում պարտադիր հավաստագիր։ Վստահության վրա հիմնված աշխատավոճը թույլ է տալիս գործարարին մաքսազերծման փաստաթղթերը կարգավորել ապրանքը շուկա հանելուց առաջ։ Եվ ի վերջո ձևավորվել է Զվարթնոց ազատ տնտեսական գոտին, որի մասնակիցները առաջիկայում որոշակի օրենքների փոփոխությունից հետո ազատված են լինելու օրինակ շահութահարկից եւ ավելացած արժեքի հարկից։